մյուսն էլ ահաբեկչական շարժումներ ղեկավարում, այդ մարդկանց սրբազան ասելը մեղք է, խորհուրդ եմ տալիս այլ բառեր ընտրել։ Խնդրում եմ տեղից մի խոսեք, ձեր ելույթի ժամանակ ես չէի խոսում։ Ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի քաղաքացիներ։ Այսօր այս բարձր ամբիոնից ուզում եմ խոսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս կատարած մի խայտարակ հայտարարության մասին, որը մեղմ ասած առաջացրել է քաղաքացիների զայրույթն ու զզվանքը։ Բայց մինչ այդ ուզում եմ հիշեցնել, ինչպես բոլոր հնարավոր առիթների դեպքում եմ հիշեցնում, որ տվյալ անձը չի ընտրվել Գյումրու համայնքապետ, չի ստացել քաղաքացիների ձայների մեծամասնությունը եւ վերջինիս այդ պաշտոնին կարգել է պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Իսկ հիմա եւս մեկ անգամ հիշենք, թե ինչ է ասում Գյումրու համայնքապետ կարգված Վարդան Ղուկասյանը, նույն ինքը Վարդանիկը։ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, որ միություն չկազմի։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրեն կասեմ թրկահապատակ շան տղա, մեջբերման ավարտ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ նման միտք է արտահայտում մի մարդ, ով տարիներ շարունակ այս կամ այն մարդու մոտ հպատակ է աշխատել։ Գործընկերներից մեծամասնությունը այս ամբիոնից հարց հնչեցրեց ընդհանուր ընդդիմությանը, բայց ես ուզում եմ անձամբ Մարտուն Գրիգորյանին հարցնել, արդյոք վերջինս համակարծիք է այն մարդու հնչեցրած մտքերի հետ, որի մասին ես խոսում եմ։ Իմիջիայլոց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս հարցի պատասխանը ոչ միայն ես եմ ուզում իմանալ Մարտուն Գրիգորյանից, այլ գյումրեցիների մեծամասնությունը, որովհետև ինքն ուղիղ պատասխանատվություն է կրում Վարդան Ղուկասյանի կատարած յուրաքանչյուր հայտարարության, արած յուրաքանչյուր աշխատանքի համար։ Վարդան Ղուկասյանն այդ նույն հարցազրույցում մեկ այլ ոչ պակաս հակապետական միտք է հնչեցնում, Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում ասելով. Պարոն Ղուկասյան, դուք ձեր քաղաքական հայրերը շատ կերազեիք, որ Հայաստանն իրենից իրականում բան չներկայացներ։ Ասեմ ավելին, տարիներ շարունակ դուք եւ ձեր քաղաքական հայրերը արել եք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանն իրականում իրենից բան չներկայացնի։ Բայց 2018 թվականից ի վեր մեր երկրում վարվում է բացառապես այնպիսի քաղաքականություն, որը աշխարհում բարձրացնում է Հայաստանի դերն ու նշանակությունը։ Շնորհակալ եմ եւ ամենավերջում ուզում եմ մի ուրախալի լուրով կիսվել մեր քաղաքացիների հետ այսօրվանից Գյումրու Շիրակ օդանավակայանից ուղիղ չվերթներ է իրականացվում դեպի Կիպրոս եւ հակառակ ուղղությամբ, որը կարեւոր եւ նշանակալի իրադարձություն շարունակվող, նորից շարունակվին անգամ այն դեպքում, երբ գործընկերս Տիկին Ղազարյանը հետաքրքիր ելույթ ունեցավ հենց դրա հետ կապված։ Ուրեմն Աննա Մկրտչյանը եկել ասում է էլի 7 տարի անց եկել ասում է Ռոբերտ Աբաջյանի պապիկը։ Ես հասկանում եմ, որ իրենց հանրահավաքներում տենց սցենարով, գրված ելույթներով մարդիկ հատուկ հրավիրյալ դուրս են գալիս ու ասում են ինչ պետք է հնչի այդ ամբիոնից, բայց որպես մարդ, որը հեղափոխության օրերին եղել է այդ հանրահավաքների առաջշարքերում, ես տեսել եմ, որ ով ուզում է, դուրս է գալիս ու խոսում է ինչից ուզում է, որովհետև դա է ժողովրդավարությունը մեծ հաշվով։ Հիմա եթե գալիս ես ու նման դատարկ բաներից ես խոսում 7 տարի անց, ուրեմն ճիշտ է Տիկին Ղազարյանը նկատել, դուք չկա էական այն խնդիրները կամ կան դուք չեք նկատում միգուցե, որտեղ անհնար է որ խնդիրներ չլինեն, որոնց մասին կարելի է խոսել։ Կամ ասում է իշխանազավթ, ես առաջի բանը որ ֆիքսել եմ, դա Աննա Մկրտչյանի այդ արտահայտությունը իշխանազավթ։ Մեկ-մեկ որ ուզում ենք երկու Աննա չէ կա ֆրակցիաներից, որ ինչ որ Աննա են ասում, որ ուզում ես իմանաս որ Աննան, ասում են իշխանազավթ, որովհետև այնքան ասել իրան է վերաբերում, նաև անունն է էլի կպել։ Իշխանազավթ է ասում մի մարդ մեզ, ով ամենաակտիվ աջակիցն է, իշխանությունը բռնի զավթելու գործով կալանավորված մարդկանց։ Սա իշխանությունը բռնի զավթողն ու իշխանազավթը նույն մարդն է։
Եվ հետո եթե 18 թվականին մենք իշխանազավթ ենք եղել, ապա միայն ձեր հանրապետականների եւ դաշնակցական ֆրակցիայի տվյալ օրերին падգամավորների ակտիվ աջակցությամբ։ Եթե մենք իշխանազավթ ենք, դուք մեզ հետ հավասարապես իշխանազավթ եք նշանակումը։ Բանա, կամ գալ ասել դագաղները։ Վերջը ուզում եմ իմանամ կողմնորոշվեցին, այդ դագաղները մենք ենք դրել, Ռոբերտ Քոչյանի աջակիցներն են դրել, որովհետև այս մի տարի է, տենց ամեն օր եթերներից ասում են դագաղները Ռոբերտ Քոչյանի շրջապատն է դրել իր ցուցումով։ Կամ բանա, որ ես հիմա հայտարարեմ 1219 հանրապետական մահացել է։ Ասենք չեք կարա, չեք գա, ասեք այդ 1219 հոգին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ ես խոսում, որտեղ է մահացել, ինչի է մահացել։ Այ ուղիղ 1219-ով ամեն ելույթի ժամանակ ավելացնում են 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված մեր տղաների, ուրեմն թիվը։ Հերիքա գաք ու խաղաք այդ զգայուն թեմաների վրա։ Տիկին Գյուրեղյանը ճիշտ է ինձ անդրադարձավ, բայց այլ դրվագով եմ ուզում անդրադառնամ։ Ասում եմ, մի հրաժարվեք մեր երեխաներին արժանապատիվ երկիր թողնելու հնարավորությունը։ Հետո կողքին դնում է ուրիշ արտահայտություն, ասում է, ուրեմն անհնար է, սուտ է, որ խաղաղություն է լինելու եւ մենք խաղաղ ապրելու ենք Ադրբեջանի հետ։ Այս երկու արժանապատիվ օրինակ ինձ համար երկիրը, դա խաղաղ երկիրն է, դա տնտեսական մեծ հնարավորություններով երկիրն է, առանց թշնամանքի երկիրն է եւ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաներին նման երկիր թողնենք, միգուցե մեր թորներին թողնենք նման երկիր, որտեղ կարող են հայերն ու ադրբեջանցիները իրար չսպանել, այլ իրար հետ ապրել ու ունենալ նաեւ տնտեսական շահեր։ Կամ Պարոն Դանիելյանը Գառնիկ ասում է, ինչ զգացողություն եք ունենում, որ ձեր գործընկերներին թույլ եք տալու, որ բանից զրկեն, անձեռնմխելիությունից։ Ասում է, ապրումակցման զգացողություն չունեք, ասենք, այս օրինակ Արտուրը Սարգսյան, բանա, կոնկրետ մեզ եւ քաղաքացիներին սպանելու ուրեմն գործով ներգրաված անձ է, ով ուզում էր ազգային ժողովի նախագահ, վարչապետ, արտգործնախարար մի տեղում բռնեին, միասին սպանեին, որ չնստեին, որովհետև մեկին սպանելու դեպքում կնստեին ցմա, եթե ողջ մնային այդ ձայնագրություններում, չէ՞ ասում։ Ասենք ապրումակցման զգացողություն չուներ այս մարդը։ Հիմա մենք պետք է ունենանք, որպեսզի անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն չտանք, այսպես ասած։ Բանա Տիկին Վարդանյանին էլի շարունակում է անհանգստացնել օրինակ ազգային ժողովի նախագահի պահպանության թեման։ Այս թեման անընդհատ խոսվել է այս ընթացքում, որովհետև լավ պահպանություն ունենալու դեպքում դժվար է իրականացնել սպանություն։ Եվ անընդհատ վարչապետը որքան անվտանգություն ունի, ազգային ժողովի նախագահը որքան անվտանգություն ունի, քանի մեքենա է շրջում, սա էս մարդկանց կոնկրետ անհանգստացնում է, որովհետև դժվար է նման դեպքում հասնել մարդուն եւ օրինակ ինչպես